Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը Բաքվից հրավեր չի ստացել, Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի կոչին։ Խաղաղության ծրագիր, թե քաղաքական հաշվետվություն Բաքվին, ինչի շուրջ է կառուցված իշխանության նախընտրական ծրագիրը։ Քրիստոս, Պապ Թագավոր Մանդելա, Փաշինյանի կերպարային քաղաքականությունը սիմվոլիկա, թե հաշվարկ, ինչ է կառուցվում քաղաքական կերպարների հետևում։ 2.5 միլիարդ դրամի աշխատանք, ինչ փոխվեց Ծիծեռնակաբերդում մեկ տարվա ընթացքում, լուծվեցին արդյոք առաջնային խնդիրները։ Եվրամիությանը միանալու դեպքում Հայաստանը կկորցնի հնայի մոտ 23%-ը, ինչ է հայտարարել Ռուսաստանի անվտանգության խորհուրդը։ Իրան-Պակիստան սահմանին տերորիստական խումբ է ոչնչացվել։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը Բաքվից որևէ պաշտոնական հրավեր չի ստացել, հայտարարել է Անահիտ Մանասյանը արձագանքելով Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցերի։ Հիշեցնեմ, որ Վարդանյանը դիմել էր մարդու իրավունքների պաշտպանին, առաջարկելով այցելել Ադրբեջան եւ տեղում ծանոթանալ հայ գերիների պահման պայմաններին։ Միաժամանակ ընդգծել էր, որ գերիների հարցը դուրս է մնում պաշտոնական Երևանի առաջնահերթություններից։ Բայց Մանասյանը պնդում է, որ իր լիազորությունները սահմանափակ են եւ կարող է զբաղվել միայն այն դեպքերով, երբ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները կապ ունեն Հայաստանի ներսում գործող պետական կառույցների հետ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով գործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։ Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը եւ որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության մի հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։ Եվ մինչ Երևանը հայտարարում է, որ անգամ հրավեր չի ստացել գերիների հարցով որևէ շփման համար, Բաքուն արդեն խոսում է ոչ թե հումանիտար խնդիրների, այլ հարաբերությունների վերջնական կարգավորման եւ նույնիսկ տնտեսական գործակցության մասին։ Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ Իլհամ Ալիևը։ Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ։ Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես նավթամթերքի արտահանում Ադրբեջանից Հայաստան, իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են իրավիճակի կարգավորմանը։ Եվ մինչ տարածաշրջանային օրակարգը ձևավորվում է արտաքին հայտարարություններով, Հայաստանի ներսում արդեն ձևակերպվում է այն քաղաքական ծրագիրը, որով իշխանությունը պատրաստվում է գնալ ընտրության։ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակված իր տեսաուղերձներով ներկայացնում է իշխանության պատկերացրած խաղաղության եւ պետական զարգացման օրակարգը։ Սակայն փորձագիտական դաշտում այս ձևակերպումները չեն ընկալվում որպես սովորական նախընտրական խոստումներ։ Ավելի շատ որպես դիրքորոշումների ամրագրում այն հարցերում, որոնք տարիներ շարունակ եղել են ազգային օրակարգի առանցքում։ Եվ այստեղ արդեն բանավեճը միայն քաղաքական չէ, խոսքը վերաբերում է սկզբունքներին, ինչի շուրջ է կառուցվում այդ օրակարգը, ում համար է այն ձևակերպվում եւ բխում է արդյոք Հայաստանի շահերից, թե տեղավորվում է ավելի լայն տարածաշրջանային պայմանավորվածությունների տրամաբանության մեջ։ Նիկոլ Փաշինյանը երեկ Ծավալուն հոլովակում կարողացավ տեղավորել քաղաքացիական պայմանագրի ծրագիրը ընտրությանն ընդառաջ։ Քաղաքագետների կարծիքով այս ծրագրի հիմնական դրույթները ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի ժողովրդին գոհացնելու համար են, իսկ որոնք են այդ դրույթները։ Ղարաբաղի շարժումը խաղաղության եւ անվտանգության հետ անհամատեղելի են եղել։ Եվ մենք մեծ հաշիվ ենք տվել, ասել ենք լավ, ինչի մեջ է մեր ընտրությունը։ Եվ մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, հօգուտ խաղաղության։ Նիկոլ Փաշինյանն այս պնդումով փաստացի խոստովանել է, ընտրություն է կատարել Արցախի ու խաղաղության միջև, բայց փոխարենը կորցրել է երկուսն էլ, պնդում է քաղաքագետը։ Հիշեցնում է, փոխարենը ստացել է Ադրբեջանի հակահայկական ակտիվ խոսույթների մի փունջ։ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել արևմտյան Ադրբեջան, արևմտյան ադրբեջանցիների վերադարձ եւ Զանգեզուրի միջանցք խոսույթները, որոնք ոչ այլ ինչ են, քան Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների զանգվածաբար բնակեցման միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիոն էքսպանսիոնիստական ծրագրեր։ Իսկ մինչ Ադրբեջանը նախագահի մակարդակով բարձրաձայնում է տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին,
Հայաստանի ներկա վարչապետը ծրագրային ռազմավարության մակարդակով ցանկանում է փակել արցախահայերի տունդարձի իրավունքի հարցը։ Հիշեցնում է, Ղարաբաղի շարժումն էլ անմեղ հումանիտար հարցերից է սկսվել։ Պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով, որովհետև լավ մարդիկ ինչքան պետք է մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակով։ Նիկոլ Փաշինյանը բռնի տեղահանված անձանց իրավունքները ամրագրող միջազգային ակտերին փորձում է հակադարձել կուսակցական ծրագրերով։ Փորձագետներն են ընդգծում, հիշեցնելով նախ ՄԱԿ-ի մայր հռչակագիրը, որն ընդունվել է 1948-ին, ապա 1949-ի Ժնևյան կոնվենցիաները։ Դրանից զատ 2023-ից մինչ այս տարի շարունակվում են ընդունվել միջազգային խորհրդատվական եւ պարտադիր բանաձևեր ու որոշումներ։ Արցախից բռնի տեղահանված հայության լավագույն շահը իրենց տները վերադառնալն է իրոք իրավունքով եւ կարգավիճակով։ Իսկ տվյալ հարցի լուծումը մեկ մարդու որոշելիքը չէ, նույնիսկ եթե այդ մեկ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոն։ Քաղաքացիական պայմանագրի ծրագրում տեղ է գտել նաև սահմանագծման եւ սահմանազատման հարցը։ Փաշինյանը Ադրբեջանին ռազմավարական գործարք է առաջարկում։ Որն է ռազմավարական գործարքը։ Մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը միմյանց եւ ինքնիշխանությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն խորհրդային միության տարածքով։ Ներողություն, խորհրդային հայկական ԽՍՀ եւ ադրբեջանական ԽՍՀ տարածքներով։ Ուրեմն ճանաչում ենք ճշգրիտ, դելիմիտացիա ենք անում եւ հանգիստ ենք թողում իրար։ Հանգիստ ենք, ել չենք բանանում, փորփրում, ով երբ որտեղ ապրել եւ այլն, ինչ ա ունեցել, էսա ունեցել են անել։ Մենք փակում ենք այդ թեման, որովհետեւ դա է խաղաղությունը։ Մինչդեռ նույնիսկ Ալմաթայի հռչակագրով Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել։ Բանն այն է, որ հռչակագրի ստորագրումից 2 ամիս առաջ Ադրբեջանում ընդունված սահմանադրությամբ եւ անկախության հռչակագրով Ադրբեջանն իրեն հռչակել է մինչ խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, իսկ 1918-ին Արցախն անկախ միավոր էր։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներկա սահմաններին, քաղաքագետի պնդմամբ սահմանազատման գործընթացը այնքան հարթ չի լինելու, որքան ներկայացվում է։ Հիշեցնում է թե տեղական, թե միջազգային փորձը։ Միմյանց հետ խնդիր չունեցող Հայաստանի եւ Վրաստանի միջև սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը շարունակվում է 20 տարուց ավելի եւ դեռ հարթված չէ։ Տաջիկստանի եւ Ղրղստանի միջև սահմանի դելիմիտացիան եւ դեմարկացիան տևել է 20 տարուց ավելի։ Թե որքան կարող է տևել միմյանց միջև կուտակված խնդիրներ ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան եւ դեմարկացիան, սա կարելի է միայն ենթադրել։ Սակայն թե Հայաստանի եւ թե այլ երկրների փորձը հաշվի առնելով, ենթադրելի է, որ այն կարող է տևել մի քանի տասնամյակ։ Այսպիսով քաղաքացիական պայմանագրի ներկայացրած ծրագրային դրույթները դուրս են գալիս ներքաղաքական խոսույթի սահմաններից եւ առնչվում են պետական առանցքային հարցերին՝ Արցախ, փախստականների իրավունքներ, սահմաններ։ Փորձագետների գնահատմամբ առաջարկվող խաղաղության օրակարգը կողմերի շահերը հավասարակշռելու միտում չունի։ Այն միակողմանի զիջումների դրամաբանության մեջ է։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քաղաքական խոսույթում հաճախ ձևավորվում են պատկերներ, որոնք դուրս են գալիս միայն ծրագրերի կամ հայտարարությունների շրջանակից։ Դրանք սկսում են վերածվել ինքնաներկայացման մեխանիզմների, որտեղ առաջնորդը փորձում է տեղավորվել իր դերակատարումը պատմական, գաղափարական կամ նույնիսկ խորհրդանշական կերպարների համատեքստում։ Նիկոլ Փաշինյանի դեպքում այդ երևույթը վերջին տարիներին դարձել է պարբերաբար քննարկվող թեմա, ինչպես քաղաքական, այնպես էլ վերլուծական դաշտում։ Քննարկման առանցքում ոչ թե պարզապես համեմատություններն են, այլ դրանց քաղաքական նշանակությունը, ինչ նպատակի են դրանք ծառայում եւ ինչ ազդեցություն են ունենում հանրային ընկալումների վրա։ Մի կողմում այս մոտեցումը դիտարկվում է որպես քաղաքական հաղորդակցության գործիք, մյուս կողմում որպես վտանգավոր ինքնանույնականացման ձև, որը կարող է աղավաղել իրական քաղաքական օրակարգը։ Հիսուս Քրիստոս, Պապ Թագավոր, Մանդելա, Փաշինյանի կերպարների եռամիասնության նշանակությունը փորձել է պարզել Անահիտ Սարգսյանը։ Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի քաղաքական դաշտում նկատվում է հակասական մի երևույթ։ Փաշինյանը համեմատում, օրինակներ է բերում եւ իրեն նույնացնում է տարբեր կերպարների հետ, ավելին ըստ իրեն վարում է նրանց ուղուն համապատասխան քաղաքականություն։ Ինչ է հուշում Փաշինյանի հակասական կերպարների այս եռամիասնությունը։ Առաջինը Պապ Թագավորն է։ Պապ Թագավորը, որը ուզում էր Հայաստանը լինի ինքնիշխան երկիր, պայքարում էր եկեղեցու դեմ եւ եկեղեցին իրեն խանգարում են այդ գործում եւ Պապ Թագավորին սպանեցին։
եւ ինքը բարբերաբար ելույթ է ունենում եւ ասում է «Պապ թագավորին այս անգամ չեն սպանելու»։ Փաշինյանն ուզում է շարունակել ընդհատված պատմությունը եւ ներկան միաձուլել 374 թվականի Պապ թագավորի սպանությամբ կիսատ մնացած առաքելությանը։ Իսկ Պապ թագավորը մեր ամենահակասական կերպարներից մեկն է, որին պատմիչները եկեղեցուն հալածողից մինչև անկախ եւ ինքնիշխան պետականության կերտող են ներկայացնում, կախված ժամանակաշրջանից եւ հանգամանքներից։ Պապ թագավորի սպանությունն է եղել, բայց այդ սպանությունը մի օրում չի եղել։ Մատնագրեր են գրվել, հակակարողություն արվել, այնվաղ սոցիալական ցանցեր չի եղել, բայց ականջից ականջ, սատանայի ծնունդ, ասա, սատանայի ծնունդ։ Երկրորդը Նելսոն Մանդելան է։ Այսինքն երբեմն մեր երկրի ճակատագիրը որոշում է Նելսոն Մանդելան եւ ինքը հանդես է գալիս որպես խաղաղություն բերող անձնավորություն։ Խաղաղաբեր հերոսի գիծն է, այս դեպքում հերոսի նախատիպը Նելսոն Մանդելան է։ Արմատները խորն են, բարձրաձայնումը դեռևս 2019 թվականից, երբ Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթ ունենալիս փառաբանում էր Նելսոն Մանդելային։ There is such a leader, and that leader is Nelson Mandela. Եվ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է։ Ինքս քաղաքական բանտարկյալ եղած լինելով ուշադիր հետևել եմ այս ամենահայտնի քաղաքական բանտարկյալի քաղաքական ուղուն եւ կյանքի պատմությանը։ Նա փոխեց իր սեփական երկիրը եւ անշուշտ իր ազդեցությունն ունեցավ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց ձգտումների վրա։ And indeed, the aspiration of millions worldwide. Երրորդը Հիսուս Քրիստոսն է։ Մի դեպքում դա Հիսուս Քրիստոսն է, որը տարապում է այս աշխարհում, բայց ինքը եկել է որպես փրկիչ եւ իրեն չեն հասկանում, իրեն հավատում են։ Մարտին իրեն համարում է Աստծո ընտրյալ, մարգարե, որը գալիս է նոր գաղափարախոսությամբ եւ փորձում փոխակերպել ազգը կամ մարդկությունը։ Աստվածաշունչն էլ համարում է իր կյանքի փոփոխության առհավատչան։ Հիսուս Քրիստոսը իմ հարազատն է։ Հիսուս Քրիստոսը իմ ուսուցիչն է։ Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է։ Հիսուս Քրիստոսը իմ ինքնությունն է։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը համարում է, որ Փաշինյանի համեմատությունները այս կամ այն պատմական կերպարի հետ առնվազն անլուրջ են։ Անլուրջ սպառման քարոզչական առարկա են, եթե ոչ որևէ անձի հոգեբանական բարդությունների կամ, այսպես ասենք, մեծության մոլուցքի դրսևորում պարզապես։ Բադալյանի մեկնաբանմամբ նման օրինակ կրկնօրինակումները Փաշինյանի քարոզչական ապրանքն են մարդկանց միտքը զբաղեցնելու համար։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն վերաբերում է որպես ներքաղաքական սուբյեկտի եւ իր գործողությունները կառուցում հենց այդ տրամաբանությամբ։ Ես էլ չեմ ասում արդեն համահայկական եւ միջազգային դերակատարմանը առաջացող ռիսկը, որ վերում է Փաշինյանի գործողությունների։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Փաշինյանի համեմատությունները բացատրում է հոգեբան Կարլ Յունգի կոլեկտիվ անգիտակցականի տեսությամբ, ըստ որի մարդու գործողությունները պայմանավորված են նաև այն արքետիպերով, որոնք գոյություն ունեն գրականության, պատմության, առասպելների մեջ։ Փաշինյանն իրեն կամ նույնականացնում է ինչ-որ հերոսի հետ, կամ պայքարում տվյալ հերոսի դեմ։ Նմանակումների այս շղթան վտանգավոր է։ Փաշինյանը տարբեր հերոսների կերպարներով կարող է Հայաստանը դարձնել հակամարտությունների տարածք, եւ եթե որևէ դեպքում մեծ տերությունների շահերը բախվեցին, ապա Հայաստանի ճակատագիրը կդրվի հարցականի տակ։ Անահիտ Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ներքաղաքական պայքարը մտնում է ավելի կոշտ փուլ, արդեն ոչ միայն հայտարարություններով, այլ նաև փոխադարձ մեղադրանքներով։ Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքը ներկայացրել է իր ընտրական ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սակայն գործընթացը ուղեկցվում է ոչ թե միայն քաղաքական ծրագրերի ներկայացմամբ, այլ նաև սկանդալային զարգացումներով կապված իրավապահ մարմինների հրապարակած նյութերի հետ։ Դաշինքի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում անդրադարձել են ուժեղ Հայաստանի անդամների վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններին։ Իդեպ, բայց ես դեռ չեմ լսել, օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն, կներեք, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ էլ լինում են անձինք, որ իրավունքի հետ կապված խնդիր են ունենում։ Բա դրա վերաբերյալ ինչի մի ձայնագրություն չի լինում։
Արտաքին կենտրոններից են հնչում կոնկրետ հաշվարկներ երկրի հնարավոր ռազմավարական ընտրությունների վերաբերյալ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարում է, որ Եվրամիությանը միանալու դեպքում Հայաստանը կարող է կանգնել լուրջ տնտեսական կորուստների առաջ, սկսած հնայի զգալի անկումից մինչև կենսամակարդակի նվազում։ Այս հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ Հայաստանի եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ քաղաքական օրակարգի կարևոր թեմաներից մեկը։ Սակայն այստեղ խնդիրը միայն թվերը չեն, խոսքը ռազմավարական ընտրության մասին է, որ տնտեսական եւ քաղաքական համակարգում է տեսնում իրեն Հայաստանը եւ ինչ գին կարող է ունենալ այդ ընտրությունը։ Եվ մինչ քաղաքական դաշտում քննարկվում են ծրագրեր, հայտարարություններ եւ փոխադարձ մեղադրանքներ, մեկ այլ կարևոր հարց շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, արդեն պատմական հիշողության եւ հանրային տարածքների մակարդակում։ Մոտ 1 տարի տևած աշխատանքներից հետո ցեղասպանության հուշահամալիրը ապրիլի 23-ին եւ 24-ին ընդունելու է հազարավոր մարդկանց, արդեն բարեկարգված կամ մասամբ բարեկարգված։ Իսկ ինչ արվեց այս 1 տարվա ընթացքում։ Մասնագիտական եւ հանրային շրջանակներում այս հարցադրումը վերաբերում է ոչ թե միայն ծավալին, այլ իմաստին, ինչ է իրականում փոխվել, արդյոք լուծվել են խնդիրները, թե իրականացվել է տեսանելի, բայց ոչ համակարգային փոփոխություն։ Սեդա Մակարյանն է պատմում։ Ավարտվել են Ծիծեռնակաբերդի մույթերից 3-ի նորոգման աշխատանքները։ Ըստ ԿԳՄՍ նախարարության նորոգել են նաև Թանգարան ինստիտուտի տանիքը, հուշահամալիրի աստիճանները։ Կառավարությունը նախատեսում է նորոգման ընդհանուր աշխատանքներն ավարտել 2028 թվականին։ Դրանց մեկնարկը տրվել էր 2024 թվականի հոկտեմբերին։ Այս պահին հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդն ունի այս տեսքը։ $2.5 միլիարդ դրամ է պետբյուջեից նախատեսվել հուշահամալիրի նորոգման համար։ Մոտավորապես 1 տարի ու մի քիչ ավելի պահանջվեց 3 մույթերի նորոգման համար, մինչդեռ հասարակական գործիչ Արթուր Չախոյանը պնդում է, անհրաժեշտություն չկար բոլոր մույթերը նորոգելու, կարելի էր տեղային լուծումներ գտնել։ Ամբողջ մույթերի հիմնանորոգման կարիք չկա, այսինքն որ բոլոր մույթերը քանդեն եւ նոր սալիկներով բալապատվեն։ Իրականում խնդիր կա տեղային լուծումներով, այսինքն որ մի քանի հատ քարերը հանեն եւ նորը տեղադրեն, բայց ոչ թե ամբողջ քարերը հանեն եւ նորերով փոխարինեն։ Ըստ նախագծային փաստաթղթերի նախատեսվում էր իրականացնել նաև ջրահեռացման համակարգի արդիականացում նոր խողովակների անցկացմամբ։ Սակայն ինչպես նշում են քննադատները, այդ հատվածում աշխատանքներ չեն իրականացվել եւ հիմնականում փոխվել են միայն մույթերի սալիկները։ Այն ինչի համար քարերը հեռացել են, որ նորոգման աշխատանքներ իրականացնեն, այդ աշխատանքները չեն իրականացել։ Այսինքն ոնց որ իրանք քանդեն, որ տակը խողովակներ անցկացնեն, պայմանական։ Իրանք քանդում են, խողովակները չեն անցկացնում եւ քարերը դնում են։ Ջրահեռացման համակարգի անհրաժեշտության մասին առաջին անգամ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն է խոսել։ Անցած տարի Անդրեասյանը հայտարարեց, վատ վիճակ է հուշահամալիրում, բացակայում է ջրահեռացման համակարգը։ Ժամանակին ջրահեռացման ամբողջ համակարգը մտածված չի եղել եւ մենք ունեինք իրավիճակ, երբ որ անձրևաջրերը հոսում էին եւ ամբողջ ուրեմն այդ տարածքում առաջացել էր լուրջ խնդիր։ Այս իրավիճակը հարցեր է առաջացնում ծրագրի առաջնահերթությունների եւ արդյունավետության վերաբերյալ։ Իրականացվել են արդյոք հենց այն աշխատանքները, որոնք առաջնային էին հուշահամալիրի պահպանության տեսանկյունից։ Ինչի է քանդել, եթե որ պիտի պրայմեր գսեք, ու չեք գսա։ Այսինքն ուղղակի փող դուրս գրելու միջոցներ է եղել, որտեղ այս փաստաթղթերը ուսումնասիրել եմ, այնտեղ ահռելի ոչ հիմնավոր գումարները դուրս գրվում։ Հուշահամալիրի նորոգման աշխատանքներին ուշադիր հետևած Չախոյանը վստահեցնում է, չլիներ հանրային ճնշումը, Ծիծեռնակաբերդն այսօր չէր գործի։ Քննադատներն ասում են, նման մասշտաբի եւ խորհրդանշական նշանակություն ունեցող վայրում ցանկացած միջամտություն պետք է լինի առավելագույնս հաշվարկված, թափանցիկ եւ մասնագիտական լայն քննարկումներից հետո։ Հակառակ դեպքում նորոգում անվան տակ իրականացվող աշխատանքները կարող են ոչ միայն չլուծել առկա խնդիրները, այլև ստեղծել նորերը։ Սեդա Մակարյան, Տարոն Խանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մեկնարկող ջահերով երթը Ծիծեռնակաբերդ շարունակում է մնալ ոչ միայն հիշատակի, այլ նաև սերունդների ներգրավման կարևոր ձևաչափ։ Երիտասարդների համար այն պարզապես արարողություն չէ, այն ինքնարտահայտման, համախմբման եւ ուղերձ հղելու հնարավորություն է նաև աշխարհին։ Իդեպ Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամի իր էջում կոչ է արել մասնակցել ջահերով երթին։ Իսկ թե ինչ տրամաբանությամբ եւ ինչ նոր շեշտադրումներով է այս տարի կազմակերպվում երթը, դիտենք տեսանյութում։ Մեր նախապատրաստական աշխատանքները արդեն մի քանի օր է ինչ ընթանում են, ներկա պահին մենք վերաստուգում ենք մեր ջահերը, այն ջահերը, որոնք վերանորոգման կարիք ունենք, վերանորոգում ենք եւ բոլոր ջահերը լիցքավորում ենք դյուրավառ նյութով, որպեսզի ջահերը վառենք եւ մեր պահանջատիրության ջահը տանենք դեպի Ծիծեռնակաբերդ։ Այս տարվա կարգախոսը մենք նախընտրել ենք պայքարը շարունակվում է, ինչի համար է հենց այդ կարգախոսը, որովհետև պայքարը շարունակվում է հանուն հատուցման, պայքարը շարունակվում է հանուն ճանաչման եւ պայքարը շարունակվում է հանուն արդարության։ Թե 1915 թվականին, թե 2023 թվականի էթնիկ զտումը ցույց տվեց, թե եթե պատասխանատվության չեն ենթարկվում մեր թշնամիները, արդեն իրանց փորձը, իրանց գործողությունները կրկնվում են հայերի նկատմամբ։ Հենց այս պահին էլ իրականացնում են դրոշը կարելու արարողությունը, մեր դրոշը 50 մետր երկարություն ունեցող դրոշն է, որը որ ամեն տարի ջահերով երթին օգտագործում ենք, նաև օգտագործում ենք Արցախի դրոշը, պարտադիր։ Միանշանակ կարևորում ենք, որ չլինենք անտարբեր, որովհետև ներկա պահին անտարբեր լինեն նշանակում է ուղղակի լռել, իսկ մենք չենք ուզում լռել, մենք ուզում ենք պայքարենք, մենք ուզում ենք հասնել մեր նպատակին, ես ուզում եմ հասնել իմ նպատակին, որ իմ հայրենակիցների, իմ ընկերների հետ միասին ի վերջո բացեմ Արցախի իմ տան դուռը։ Իսկ ջահերով երթի ասելիքը այն է, որ մենք չենք լռում, մենք չենք ուրանում, մեր պայքարը շարունակվում է ու շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև որ հատուցում չլինի, մենք պահանջատեր ենք։ Մեզ հաճախ են հարցնում, թե ինչպես դառնալ ջահագիր։ Ես այստեղ ունեմ մի փոքրիկ ուղեցույց, թե ինչպես կարելի է գրանցվել եւ դառնալ ջահագիր։ Ինչպես տեսնում եք, այստեղ կա QR, հետեւյալ պոստերը քաղաքի տարբեր անկյուններում փակցված է եւ սկանավորելով QR-ը դուք կարող եք գրանցվել, դառնալ ջահագիր եւ այս պոստերից կարող եք հանդիպել մեր Facebook-յան եւ Instagram-յան հարթակներում, որտեղ նույնպես նույն ձևով աշխատում է հետեւյալ QR-ը։ Այստեղ չկան կուսակցություններ, այստեղ չկան անձնական հետաքրքրություններ։ Այստեղ կա հայ մարդը, որը ցեղասպանության փաստի հետ հաշտ չէ եւ պահանջում է արդար հատուցում։ Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը դրա հետ հաշտ լինել չեն կարող։ Ամեն դեպքում իրեն ճխտողական քաղաքականության դեմ իրականանում է մի բան, որին արձագանքում են ամբողջ աշխարհում։ Իդեպ Ստամբուլում թույլ չեն տվել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում անցկացնել։ Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան այս տարի եւս հավականելու թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Նախորդ 4 տարիներին եւս նահանգապետարանը մերժել է թույլտվությունը։ Դեպքի առնչությամբ ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը հայտարարություն է տարածել։ Մենք չենք դադարելու պնդել մեր իրավունքը։ 4-ից 5 տարի առաջ հրապարակումներում տեղի ունեցող հիշատակի միջոցառումների առանց որևէ բացատրության արգելումը որևէ հիմնավորում չունի։ Ժողովրդավարության զարգացման, համակեցության մշակույթի ձևավորման, բռնության եւ ատելության խոսքի նվազեցման համար կարևորագույն քայլ է ապրիլի 24-ին մեր կորուստները, մարդկանց, մշակույթը եւ ավանդույթները հիշելը, ցույց տալը, որ չենք մոռացել եւ առերեսվելը։ Մենք բողոքում ենք հիշատակի միջոցառման արգելման դեմ եւ կոչ ենք անում որոշում կայացնողներին վերանայել իրենց դիրքորոշումը։ Մերձավոր Արևելքի մասին։ Իրանի անվտանգության ուժերը Պակիստանի հետ սահմանին տերորիստական խումբ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է Թասնիմը։ Ջայիշ ալ-Զուլմ տերորիստական խումբը ոչնչացվել է Պակիստանի սահմանով Ռասկ շրջան ներխուժելուց հետո։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն առաջին անգամ ներկայացրել է Խորամ Շահր 4 բալիստիկ հրթիռը։ Այն ցուցադրվել է Թեհրանի հեղափոխության հրապարակում։ Ցուցադրությունը տեղի է ունեցել գիշերը ԱՄՆ-Իրան բանակցությունների չեղյալ հայտարարելու լուրից հետո կայացած ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ։ Իսկ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր բանակցությունները դեռ հարցականի տակ են։ Իրանական աղբյուրները փոխանցում են, որ Թեհրանը չի պատրաստվում մեկնել Իսլամաբադ նախատեսված հանդիպմանը մասնակցելու համար։ Գրեթե միաժամանակ ամերիկյան կողմն էլ փոխում է ծրագրերը, հայտնում, որ Իսլամաբադ այցը չեղյալ է հայտարարել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ես կերկարաձգ եմ հրադադարը միջև այն պահը, երբ Իրանն իր առաջարկը ներկայացնի եւ բանակցություններն ավարտվեն, այս կամ այն արդյունքով, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններին մասնակցելուց Իրանի հրաժարվելուց հետո։ Հաշվի առնելով, որ Իրանի կառավարությունը լրջորեն պառակտված է եւ որ Պակիստանի միջնորդները դիմել են մեզ Իրանի դեմ մեր հարձակումը ժամանակավորապես կասեցնելու համար, ես հանձնարարել եմ մեր զինված ուժերին շարունակել շրջափակումը, ասել է նա։ Իրանի նավահանգիստների շրջափակումը պատերազմի ակտ է, ուստի նաև հրադադարի ռեժիմի խախտում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Օմանի ծոցում իրանական առևտրային նավի հարվածելը եւ դրա անձնակազմին պատանդ վերցնելը նույնիսկ ավելի լուրջ խախտում է, ասել է նա։ Իրանում մահապատժի են ենթարկվել մի տղամարդ Թեհրանում մզկիթ հրկիզելուն մասնակցության եւ հունվարյան հակակառավարական ցույցերի ժամանակ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցելու համար։ Ամիր Ալի Միրջաֆարի անունով տղամարդը կախաղան է հանվել երեքշաբթի։ Իսրայելի բնակչությունը 2 րոպե անշարժ կանգնել է զոհված զինվորների հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս տարի Իսրայելի պատերազմներում զոհվածների հիշատակի օրը նշվել է ապրիլի 20-21-ին։ Միջոցառումներ են տեղի ունեցել երկրի տարբեր ռազմական գերեզմանատներում։ Պատմական շրջադարձ երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման արգելքը, նշանավորելով շեղում երկրի խաղաղասիրական քաղաքականությունից։ Փոփոխությունը հնարավորություն է տալիս երկրին արտահանել ռազմանավեր, հրթիռներ եւ այլ զենքեր։ Նշենք, որ Ճապոնիան հրաժարվել է պատերազմից համաձայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր խաղաղասիրական սահմանադրության 9-րդ հոդվածի։ Ավտոճանապարհ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջև։ Երկու երկրների սահմանին Տուման նայագետի վրայով կամուրջ է կառուցվել։ Սա առաջին դեպքն է, երբ երկու երկրների միջև ավտոմոբիլային հաղորդակցություն է հաստատվում։ Ներկայում գոյություն ունի միայն երկաթուղային կապ։ Կամրջի բացումը նախատեսված է այս ամռանը։ Եթե Ուկրաինան, Թուրքիան, Նորվեգիան եւ Մեծ Բրիտանիան լինեին Եվրամիության անդամներ, դուք կունենայիք աշխարհի ամենաուժեղ բանակը, այն կդառնար աշխարհի ամենաուժեղ դաշինքը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեծ Բրիտանիայում կտեղադրվի Եղիսաբեթ II թագուհու արձանը, որտեղ նա ներկայացված է երիտասարդ տարիքում։ Թագուհու 100-ամյակի արդիվ արված հուշարձանը կկանգնեցվի Սուրբ Ջեյմսի այգում։ Թագուհու արձանին կից կկանգնեցվի նաև նրա ամուսնու Արքայազն Ֆիլիպի ավելի փոքր արձանը։ Արքայազն Ֆիլիպը ներկայացված կլինի ռազմածովային համազգեստով իր ավելի քան 70 տարվա կնոջը նայելիս։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ նորությունները։ Առայժմ։